Գլխավոր դատախազության տեղեկացմամբ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատան վաճառքից հետո գոյացած միջոցների մի մասը Հայաստանին հանձնելու մասով նորություն չկա։ Հիշեցնենք, որ Խաչատրյանների Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատունը 2025-ի հունվարի 7-ին վաճառվել է $36 միլիոն։ 2025 թվականի մայիսի 8-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանրայինի եթերում Խաչատրյանների տան վաճառքից գոյացած միջոցների մի մասը ստանալու մասին հայտնել էր հետևյալը. Առանձնատունն օտարվեց այս տարվա սկզբին եւ ամերիկյան գործընկերների հետ մենք բավական բարդ եւ պրոֆեսիոնալ ճանապարհ անցանք։ Մի շարք փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ էին նրանց, որպեսզի անշարժ գույքը հնարավոր լինի արգելադրել ԱՄՆ-ում, Հայաստանի դատախազությունը տրամադրեց եւ այդ փաստաթղթերի հիման վրա գույքն արգելադրվեց։ Իսկ հետագայում Խաչատրյան ընտանիքը որոշեց ԱՄՆ իրավասու մարմնին հաշտություն առաջարկել, ըստ որի գույքի վաճառքից 85%-ը տալիս են ԱՄՆ կառավարությանը, իսկ 15%-ը մնում է իրենց։ Դրանից հետո սկսեցինք խոսել մեր գործընկերների հետ, քանի որ օտարերկրյա տարածքում գտնվող գույքի արժեքի որոշ տոկոս մենք պետք է զիջենք տվյալ երկրին։ Ամերիկացի գործընկերների հետ այս պահին բանավոր պայմանավորվածություն ունենք, որ իրենց պնդմամբ պատկերացնում են, որ գումարի մոտ 80%-ը պետք է փոխանցեն Հայաստանին։ Մեզնից ակնկալվող բոլոր գործողությունները կատարել ենք, սպասում ենք ամերիկյան կողմի գործողություններին։ Վարդապետյանի ասացից հետևում էր, որ հայկական կողմն ակնկալում է ստանալ ընդհանուր գումարի 68%-ը։ Օրերս հետքը գլխավոր դատախազից հետաքրքրվել էր, թե ինչ գործնական քայլեր են արվել այս ուղղությամբ, իսկ եթե գործնական առաջընթաց չկա, ապա որն է պատճառը։ Դատախազությունից հայտնել են, որ նոր տեղեկություն ունենալու պարագայում կառույցը հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։